Սպիտակում խոշոր գողություն կատարած հանցախումբը բացահայտվել է, 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեի քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում բացահայտվել է հանցավոր կազմակերպության կողմից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքը։ Հանցավոր կազմակերպության անդամները 2026 թվականի մարտի 3-ին մեկնել են Սպիտակ համայնքի բնակավայրերից մեկը ապօրինի մուտք գործել բնակարան կատարելով առանձնապես խոշոր չափերով գողություն։ Պարզվել է նաև, որ հանցավոր կազմակերպության մեկ այլ անդամի ինքնությունը, ով տուժողի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ նախապես իմանալով վերջինիս ծննդյան տարեդարձ այլ վայրում անցկացնելու, ինչպես նաև տուժողի բնակարանում առկա գումարի, թանկարժեք զարդերի եւ այլ իրերի առկայության մասին իրեն հայտնի տեղեկությունները տրամադրել է հանցավոր կազմակերպության անդամներին, դեպքին նախորդող օրերին մատնացույց արել բնակարանի գտնվելու վայրը, ինչպես նաև նախապես ընտրել փախոստի համար հավանական ճանապարհները։ Խոզարկությունների արդյունքում հայտնաբերվել է ինչպես հափշտակված գողոնի մի մասը, այնպես էլ բնակարանային գողություն կատարելու, բնակարանի դռներ բացելու, միմյանց հետ կապ հաստատելու համար նախատեսված այլ իրեր եւ առարկաներ։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 8 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ մեկի նկատմամբ տնային կալանքը եւ բացակայելու արգելքը։ Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ստացվել նաեւ, որ հանցավոր կազմակերպության անդամները նախկինում նույնպես կատարել են տարբեր հանցագործություններ, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ հանցավոր կազմակերպության կողմից կատարված արարքները բացահայտելու եւ քրեաիրավական գնահատական տալու նպատակով։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 եւ 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրականացվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ համատեղ փետրվարի 27-ին կեսգիշերից քիչ անց հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին եւ իրենց վարած Ռենո մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Տղամարդիկ խոստովանել են իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ, պարզվել է նաև գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է Ռենո մակնիշի մեքենայում։ Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան քաղաքում, Չարենցավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում, Լճապ, Չկալովկա եւ Նորաշեն գյուղերում։ Տարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչք եւ այլն։ Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է։ Արմավիրի մարզի պարեկները մարտի 3-ին եւ մարտի 4-ին ծառայություն իրականացնելիս ապօրինի որսի դեպքեր են բացահայտել։ Մարտի 3-ին Նոր Կեսարիա գյուղի դաշտերում պարեկները նկատել են 2 տղամարդու, որոնք հրացանով որս էին անում։ Պարզվել է, որ Բերքաշատ գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը որսորդական մեկ փողանի ողորկափող հրացանով որսացել է 208 տափաստանային արտույտ, իսկ նույն գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը երփողանի ողորկափող հրացանով 51 տափաստանային արտույտ։ Ապօրինի որսի բացահայտում է եղել նաեւ մարտի 4-ին։ Պարեկները Ամասիա գյուղում ստուգման նպատակով կանգնեցրել են Lexus մակնիշի մեքենան, մեքենայի զրահի տեսանելի հատվածում նրանք նկատել են որսորդական հրացան եւ տափաստանային արտույտներ։ Պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչ 44-ամյա տղամարդը 46 արտույտ ապօրինի որսացել էր Վանան գյուղի դաշտերում։